Պարոն Ջհանգիրյան, օրերս Վենետիկի հանձնաժողովը Հայաստանում ընտրական օրենսգրքի շուրջ իր մտահոգություններն է հայտնել ընտրացուցակների հրապարակման, դրանց մաքրման անհրաժեշտության, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկության հետ կապված մի շարք մտահոգություններ է առանձնացրել եւ հույս հայտնել, որ առաջիկայում այնուամենայնիվ կոնսենսուս կլինի ընտրական օրենսգրքի շուրջ, որ դեպքում է հնարավոր կոնսենսուս 5 պահանջներից ի վերջո մեկ-երկուսը մասնակի կատարվեցին, այս դեպքում ինչ ակնկալիքներ կան իշխանությունից։ Գիտեք, հիմա այս այդ քանի դեռ համաձայնությունը չկա, հետեւաբար խոսել թե որ կետը ինչ բովանդակությամբ կամ ինչ ձևակերպումով է համաձայնեցվել, որ պահանջ է, ես չէի ցանկանա մտնել այդ դետալների մեջ, բայց քանի որ այդ 4 անգամ 4 ֆորմատը վերսկսվել է, այսինքն հիմքեր կան ենթադրելու, որ ընդհանուր եզրեր գտնվելու են իշխանության, անդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այդ քննարկումներում։ Հակառակ դեպքում անիմաստ կլներ վերսկսել, արձանագրել, որ չկա որևէ տեղաշարժ եւ նորից դադարեցնել։ Այդ մտահոգությունները, որ դուք ասում եք Վենետիկի հանձնաժողովի բարձրաձայնած, դրանք մենք էլ վաղուց բարձրաձայնել ենք, բայց ես կարծում եմ, այսօր այնպիսի վիճակ է Հայաստանում, որ իշխանությունները, այսպես ասեմ, պետք է որ անեն իրենցից կախվածը, որպեսզի այդ համաձայնությունը կայանա, որովհետև դա եթե չկայանա, այն տեսքով, ինչ տեսքով ընտրվել է այդ օրենսգիրքը, դա իր հետևից կբերի ապագա ընտրությունների նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքի, ԵՄ մարմինների, նույն Վենետիկի հանձնաժողովի, նույն ԺՄԻԳ-ի եւ այլնի, ինչը կարծում եմ Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն ներկա այսպես աշխարհաքաղաքական իրավիճակում բացարձակապես ձեռնտու չէ։ Այսինքն այս կոնսենսուսը նախ եւ առաջ իշխանությանն է պետք։ Այս իշխանությանը պետք է այնքանով, որքանով որ ինքը իշխանություն է, բայց կոնսենսուսը պետք է երկրին, ժողովրդին, որպեսզի մեր ապագա ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը վերականգնվի։ Ակնհայտ է, որ ընտրացուցակների հետ կապված իշխանությունը շատ կոշտ դիրքորոշում ունի եւ այդ հրապարակումը այդպես էլ չի կայանալու։ Չէ, ես վստահ եմ, որ եթե համաձայնությունը կայանա, մենք ունենանք այնպիսի հրապարակման այնպիսի եղանակ, որը կբավարարի թե իշխանություններին, թե ընդդիմությանը, թե ՀԿ-ներին։ Պարոն Ջհանգիրյան, ինչու եմ հարցնում, որովհետև կան պատգամավորներ, ովքեր թեև չէին մասնակցում, բայց այս 5 պահանջների կողմնակիցն էին ընդդիմության առաջ քաշած եւ նրանք ասում են, եթե այս պահին լինի կոնսենսուս եւ որևէ պահանջ չկատարվի այդ 5 պահանջներից, նշանակում է Հայ ազգային կոնգրեսը խաղում է նույն։ Հայ ազգային կոնգրեսը միայնակ չի մասնակցում այդ ֆորմատի քննարկումներին եւ չկա այդպիսի բան եւ շատ պատգամավորներ, որ ասում էին, չգիտեմ ովքեր ինչ են ասել, այստեղ միայն կոնգրեսը չի, այստեղ կոնգրեսն է, օրինաց երկիրն է, այստեղ նաև այլ Բարգավաճ Հայաստանի մասնակցության խնդիրն է, այնպես չի, որ կոնգրեսը միայնակ գնացել է, բոլորի անունից բանակցել է, այդպիսի խնդիր չկա, երեքն էլ մասնակցել են։ Ուրիշ բան է, որ ինչ-որ փուլերում, ասենք, լիազորել են կոնգրեսի ներկայացին, որ նա այդ բոլորի միասնական տեսակետները ներկայացնի եւ կոնգրեսը այլ քաղաքական ուժերի թիկունքում կամ գաղտնի որևէ համաձայնության չի գնա։ Չի կարող այդպիսի բան լինել։ Հարկային օրենսգիրքը ընդունվեց բավականին բուռն մթնոլորտում, հա, մենք տեսանք, որ բավականին ձեռնպահ եւ դեմ քվեարկողներ եղան, այնուամենայնիվ իշխանությունը մեկ ամիս է խոսում էր կոռուպցիայի դեմ պայքարից, մենաշնորհների դեմ պայքարից, սակայն այս հարկային օրենսգիրքը կարծեք թե ցույց է տալիս, որ նման ցանկություն իշխանությունը չունի եւ այդ ամենաձևը ոչ թե բովանդակություն։ Դուք ունեք նման տպավորություն։ Չէ, ես դա դրա հետ չէի կապի, որովհետեւ նախ մենք ժամանակ չենք ունեցել այդ ծավալուն օրենսգրքի հետ մանրամասն ծանոթանալու։ Դա գեղարվեստական գիր չի, որ քննելուց առաջ
մի քանի տասնյակ ընթերցես եւ քննես։ Դա լուրջ օրենսգիրքը լուրջ համակարգային իրավական ակտ է, որը պետք է ուսումնասիրել։ Դրա համար էլ մեր խմբակցության ներկայացուցիչը, որ այսպես խմբակցության տեսակետը ներկայացրեց, ասեց, որ մենք մեր հիմնական առաջարկությունները, դիտողությունները, նկատառումները կհայտնենք մինչև երկրորդ ընթերցում։ Բայց այն մտահոգությունները, որոնք բարձրաձայնվեցին, եւ մենք շատ մտահոգություններ նաև ներկայացրեցինք խմբակցությունում, կառավարության ներկայացուցիչի հետ ունեցած հանդիպման ժամանակ, մեզ, այսպես ասած, հիմքեր չտվեց, որ մենք կողմ քվեարկենք կամ ձեռնպահ լինենք։ Մենք առայժմ դեմ քվեարկեցինք, հետո ըստ քննարկման արդյունքների մեր դիրքորոշումը կհայտնենք։ Այսինքն դուք այս 25 քննարկումներին մասնակցություն ունենալու եք։ Մեր ներկայացուցիչները, ես տնտեսագետ չեմ, ես չեմ մասնակցում։ Հայազգային կոնգրեսի։ Այո, Հայազգային կոնգրեսի ներկայացուցիչները անպայման կմասնակցեն։ Մենք ունենք տնտեսական հանձնաժողով կուսակցությունում, որի ներկայացուցիչները անպայման կմասնակցեն, որպեսզի մեզ կարողանան օբյեկտիվ եւ adekvat ներկայացնել այդ օրենսգիրքը։ Մենք էլ պետք է փորձենք ծանոթանալ, գուցե այնտեղ նաև իրավական, հատկապես վարչարարության վերաբերող գլուխներին, դրույթներին ես էլ պետք է փորձեմ ծանոթանալ։ Այնուամենայնիվ, պարոն Ջահանգիրյան, կոռուպցիայի դեմ պայքարը դուք ինչպես եք գնահատում։ Սրանք ավելի շատ նախընտրական քայլեր չեն, շատերը իմիտացիոն քայլեր են։ Համապատասխան թե լիազորությունները, թե կառույցները, թե նյութական օրենսգրքերը, թե դատավարական օրենսգրքերը բոլոր հանցագործությունների դեմ պայքարելու, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարելու համար։ Ես ճիշտն ասած, մեկ անգամ կարծես թե այդ միտքը ասել եմ, հանձնաժողովով կոռուպցիայի դեմ պայքար չեմ պատկերացնում։ Պայքարը պետք է վարեն իրավապահ մարմինները, հատուկ ծառայությունները եւ այլը, հարկային, մաքսային մարմինները եւ իհարկե, եթե կարիք կա, ասենք նյութական օրենսգրքերում, քրեական օրենսգիրք, չգիտեմ, վարչական իրավախախտումների վերաբերյալ, եթե կարիք կա փոփոխությունների, առաջարկությունների, կարծում եմ ազգային ժողովը պատրաստ կլինի դրանք այսպես հրատապ կարգով քննարկելու, ընդունելու։ Եթե կան դատավարական օրենսգրքերում այսպես հրատապ փոփոխությունների խնդիր, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարը ավելի էֆեկտիվ արդյունավետ լինի, անձամբ ես էլ գիշեր-ցերեկ կարող եմ մասնակցել, օգնել, ընդառաջել եւ այլն։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարը նախ եւ առաջ պետական ինստիտուտների պրոֆիլային պետական կառույցների խնդիրն է եւ նրանք պետք է պայքարեն։ Հանձնաժողովը լավագույն դեպքում կարող է առաջարկություններ ներկայացնել, ինչ որ հուշել եւ այլն, բայց կարծում եմ այդ մարմինները այնքան տեղեկատվություն ունեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին, որ եթե ոչ առաջիկա 5 տարին, այլ 10 տարիներ, եթե իրացնեն, չեն հասցնի բոլոր տեղեկատվությունը վերածել քրեական գործերի, դատական ակտերի եւ այլն եւ այլն։ Պարոն Ջահանգիրյան, ինչ կարծիք ունեք մենաշնորհների օրինականացման հնարավորության մասին, գոնե մի քանի ապրանքատեսակների մասով, բավականին բուռն եւ Չգիտեմ, ես գիտեք, քանի որ տնտեսագետ չեմ, ես գտնում եմ, որ մենաշնորհը վատ բան է։ Իհարկե, պետական մենաշնորհներն հասկանում եմ, ընդհակառակ կարելի է մի շարք ապրանքների, այսպես արտադրություն, առևտուր եւ այլը հանձնել պետությանը։ Ես դա հասկանում եմ, որպեսզի հսկողություն լինի, գերշահույթներ չստանան եւ այլն, բայց օրենքով մասնավորին տալ որևէ մենաշնորհ պետք է դիմեք տնտեսագետներին, որոնք կարող են ասել, ես այդպիսի բան չեմ կարողանում իրավաբանի իմ տրամաբանությամբ պատկերացնել։ Տեղի ունենալու Ալիև-Սարգսյան-Պուտին հանդիպումը, ինչ ակնկալիքներ կան այս հանդիպումից, երբ այս 2 ամիսների ընթացքում մենք տեսանք, որ Ադրբեջանն իր վարած քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չարեց եւ նույնիսկ հետաքննող մեխանիզմների տեղադրման մասով որևէ առաջընթաց չունենք։ Գիտեք, ես չեմ ուզում գուշակություններ անել, ես ընդհանրապես չեմ սիրում կռահումներ, գուշակություններ անել, ես կարծում եմ մենք թե անցած օրերը այդ հանդիպումից հետո եւ թե առաջիկա օրերը մինչեւ նոր հանդիպում մենք մի խնդիր ունենք, հզորացնել մեր պաշտպանունակությունը, բարձրացնել բանակի, մեր զինված ուժերի մարտական պատրաստվածության վիճակը եւ ամեն օր ու վայրկյան
սպասել հակառակորդի գործողությունների։ Պատրաստ լինել պատերազմի միշտ։ Մենք պարտավոր ենք, տեսակ ինչ ստացվեց, մենք ապրիլի սկզբին կարծես թե այսպես քիչ թե շատ հանգստացել էինք, մտածում էինք, որ որևէ սուր կամ մասշտաբային գործողություններ չեն լինի եւ հակառակորդը մեզ հանկարծակի բերեց։ Դրա համար ես կարծում եմ, այդ բանակցությունները թողնենք բանակցություններ վարողներին, բայց մեր խնդիրն է այսօր մոբիլիզացնել ներքին բոլոր հնարավորությունները, ուժերը, որպեսզի մեր զինված ուժերը ապահովված լինեն իրեն անհրաժեշտ ամեն ինչով, զենք, զինամթերք, սնունդ, հանդերձանք եւ այլն, եւ նաեւ ունենան բարձր մարտական պատրաստվածություն։ Բայց մենք տեսնում ենք, որ գրեթե 1 տարի է անցել վարկային պարտավորությունից, բայց այնուամենայնիվ Ռուսաստան այդ 200 միլիոն զենքը հիմա եթե ես ձեզ չեմ կարող ասել, ես այդ բանակցություններից տեղյակ չեմ, մեր ներքին գործերի պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովում քննարկման ժամանակ նախարարը մեզ մանրամասը ներկայացրել է, որ ընթացքի մեջ են, որ դա պրոցեդուրալ խնդիրների հարց է ռուսական կառավարության, գերատեսչությունների եւ այլնի համաձայնության հարցում։ Մնացածը ես չգիտեմ, չեմ կարող գուշակություններ անել։ Հուսանք, որ օր առաջ այդ զենքն ու զինամթերքը տեղ կհասնեն։ Պարոն Ջահանգիրյան, այնուամենայնիվ հոբ համաձայնագիրը որքանով էլ այս պահին արտահերթ նստաշրջանի օրակարգ չմտավ, բայց քննարկումները եւ մտահոգությունները չեն դադարում։ Ես կուզենայի Ինչն է ձեզ մտահոգում են, որ մեր օդային ուղիները կարծեք թե հանդիպում ենք Ռուսաստանի հիմնավորումներից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի անվտանգության օդային ուղիները չենք կարողանալ։ Ցավոք սրտի չենք արդարացել այդ համաձայնագիրը։ Չկա այդպիսի բան, ընդհակառակը Հայաստանի հոբ համակարգը եւ Հայաստանում տեղակայված ռուսական հոբ համակարգերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարին կամ պետի կառավարմանը։ Չկա այդպիսի բան։ Դրա համար որևէ փաստաթուղթ, որպեսզի գնահատես, նախ պետք է կարողանալ այդ փաստաթուղթը ընթերցել, ծանոթանալ, հասկանալ։ Դրանք համաձայնագրեր են, համաձայնագրերն ունեն իրենց լեզուն, իրենց տրամաբանությունը պետք է հասկանալ։ Չկա այդպիսի բան, դա արհեստական է, ավելին ասեմ։ Ես աշխատել եմ 3 պաշտպանության նախարարների հետ եւ 3 պաշտպանության նախարարներն էլ մոտ 10 տարի աշխատել եմ, բոլորն էլ միահամուռ այն կարծիքին էին, թե անցած տարիներին, թե դրանից հետո, որ ընդհանուր հոբ համակարգ է պետք եւ ես վստահ եմ, որ ընդհանուր հոբ համակարգի ստեղծումը բարձրացնելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության մակարդակը։ Հատկապես երբ որ որոշումների կայացումը այդ համակարգերի օգտագործման տրվելու է մեր հրամանատարությանը։ Մեր այսօր գործում է այնտեղ համատեղ այսպես կառավարման կետ, որտեղ դու որոշում կայացնելու իրավունք չունես։ Մենակ պետք է մյուս կողմն էլ քո հետ համաձայնվի, որպեսզի որոշում կայացնես, իսկ մյուս կողմի համաձայնությունը ժամանակ է պահանջում։ Իսկ քրիտիկական պահերին դա կարող է վայրկյանների հարց լինի եւ այստեղ այս համաձայնագրում ես այդպիսի դրական բան եմ տեսել։ Մենք կարողանալու ենք արդյոք ապահովել Լեռնային Ղարաբաղի օդային անվտանգությունը այս համաձայնագրից հետո, այ մտահոգությունները հիմնականում այս մասով են, իբրև Հայաստանի իբրև Գիտեք, այդ համաձայնագիրը հոպի համատեղ օգտագործման մասին է։ Մեր եւ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցների համատեղ, դա չի նշանակում, որ դու զրկվում ես քո հակաօդային պաշտպանության համակարգերը ինքնուրույն սեպարատ օգտագործելու իրավունքից։ Այդպիսի բան չի կարող լինել։ Հասկանում եք։ Դրա համար ես ասում եմ, սա մասնագիտական փաստաթուղթ է եւ պետք է կարդալ եւ ամեն հասկացություն պետք է եզր օգտագործված վերլուծել, թե դրա տակ ինչ ենք հասկանում։ Սա համատեղ գործունեության համաձայնագիր է հոբ համակարգերի։ Եվ համատեղ գործունեությունը չի կարող Հայաստանը ինքնիշխան պետություն է եւ չեն կարող արգելել մեր հոբ համակարգը մենք ինքնուրույն գործադրենք։ Դու էլ չես կարող արգելել, որ ռուսական
կողմը իր հոբ համակարգը ինքնուրույն օգտագործի, որը տեղակայված է թեկուզ քո տարածքում։ Սա համատեղ գործունեության համաձայնագիր է, որը կարծում եմ ինքնուրույնության դες հաստատ է դեպքում 4 օրյա պատերազմի ժամանակ ինչու ադրբեջանական կողմը ասենք ռազմական օդային տեխնիկա չէր օգտագործում, ռազմական ինքնաթիռներ չէր օգտագործում։ Թռչում էին միայն ուղղաթիռներ, այն էլ շատ ցածր մակարդակով, չէ՞, որովհետև հոբ համակարգը ծածկում էր այդ խնդիրը։